Pedro Rodriguez, Lavde, Boris Berlin, On s'approche vers le temps de Pâques. I'm sorry. We are approaching the time of Easter. Մենք արդեն մոտենում ենք Զատկի հարության տոնի ժամանակներին. And it's a more important time as we can imagine. Եվ դա շատ ավելի կարևոր ժամանակ է, քան կարող եք երևակայել. You know, the service of Jesus began with the ministry of John the Baptist. Եվ մենք գիտենք, որ Քրիստոսի ծառայությունը սկսվեց, երբ որ Քրիստոսը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ, and not many persons realize what was the essential of his act and his work for Jesus. Շատ քչերն են կարողանում գիտակցել ու հասկանալ, թե ինչ արեց Քրիստոսը իր գործի մեծությունը. John the Baptist preached the coming judgment of God. Հովհաննես Մկրտիչը քարոզում էր Աստծո գալիք դատաստանի մասին. And we think he preached the conversion, repentance. Եվ նա քարոզում էր, որ մարդիկ ապաշխարեն. Yes, to escape the judgment of God. Եվ ապաշխարելով խուսափեն Աստծո դատաստանից. But the point essential was the judgment of God. Բայց հիմնական միտքը այդ քարոզի, որ Աստծո դատաստանն է մոտենում. And they would not be able to escape if they did not repent and convert themselves to do the will of God. Եվ նրանք չեն կարող է դատաստանից խուսափել, եթե չապաշխարեն ու Աստծուն չդառնային. Obedience to the will of God was essential to escape the judgment of God. Այսինքն Աստծո կամքին հնազանդությունը հիմնական է, դրույթն է, որը կօգնի, որ մարդիկ խուսափեն Աստծո դատաստանից. John the Baptist, all the disciples of John, all the disciples of Jesus included, they thought that the coming of the Messiah was for their life in their land at their time. Եվ Քրիստոսի աշակերտները մարդիկ մտածում են, որ Հիսուս Քրիստոսը այդ ժամանակ, որ եկել է իրենց համար, իրենց ժամանակների համար. John the Baptist even was confused. Եվ անգամ Հովհաննես Մկրտիչը կարծես շփոթված լիներ. One moment he sent some disciples to Jesus and said, "What is happening with you? Why don't you start up a rebellion army against the Romans? We are waiting. Are you the Messiah or what? Is there somebody else to come?" Եվ Հովհաննես Մկրտիչը ուղարկում էր աշակերտներին Տեր Հիսուսի մոտ եւ հարցնում էր. Արդյոք դու ես այն Մեսիան, որ պիտի գաս, որտեղ իրենք սպասում են, որ Հիսուսը պիտի գա եւ հրեաների թագավորությունը պիտի վերականգնի, ռոմեական լծից պիտի ազատվեն. And Jesus said, "Answer him, the lame walk and the blind see." Բայց Հիսուսը ինչ ասեց, ասեց գնացեք եւ ասեք Հովհաննեսին, տեսեք այս հրաշքները, որ կաղերը քայլում են, քույրերը տեսնում են. But in fact, the real reason Jesus did not reveal. Բայց հետաքրքիր է, որ իսկական պատճառը այդ բանը Հիսուսը չհայտնեց. And you see through the evangelic teaching that Jesus very carefully needed to build up the reason why he came to earth. Եվ ավետարանի ուսուցման մեջ մենք տեսնում ենք, որ Քրիստոսը շատ ներքորեն ներկայացնում ու կառուցում էր միտքը, թե ինչի համար եկել աշխարհ. The people needed to receive the proof that his nature was God. Եվ մարդիկ պետք է ընդունեն այն փաստը եւ հաստատումը, որ Քրիստոսը իր բնությամբ Աստված էր. But it was not at all at the beginning the purpose that the people would force him to make a rebellion against the Romans. Բայց մարդիկ մտածում էին, որ Քրիստոսը կարողանա հրյանել, օգնի իրենց, որպեսզի ոտքի կանգնեն հռոմեական կայսրության դեմ եւ ազատվեն այդ իշխանությունը. When Jesus preached at the beginning in the synagogue of Capernaum, he cast out a demon. Բայց երբ որ Քրիստոսը Կափառնայում քաղաքում սինագոգում քարոզում էր եւ դևեր էր հանում, And many times Jesus cast out demons. Եվ գիտենք, որ շատ անգամներ է Քրիստոսը դևեր հանել. About 20% of all the miracles
miracles that are reported in the Bible are concerning demons. Եվ Քրիստոսի կատարած հրաշքների մոտ 20%-ը վերաբերում է դեպեր բաներու։ Now, when Jesus got his disciples, he needed to talk to tell them that the kingdom of God and the judgment will come. Երբ որ Քրիստոսը կանչեց իր աշակերտներին, նա նրանց ասում էր, որ նրանք են ուսուցանում էին, որ Աստծո թագավորությունը մոտեցել է եւ դատաստանը մոտեցել։ And he had to be very careful, otherwise they would force them to do something that was not his plan. Եվ Քրիստոսը զգուշանում էր, որպեսզի հրեաները իրեն չստիպեն իրականացնելու հրեաների ծրագրերը իրենց իր համար։ So he did many miracles. Բայց մենք գիտենք, որ Քրիստոսը շատ հրաշքներ And the more miracles that he did, people realized that the apostles also realized, but who is it possible? Not only the sick are healed, but even the wind listened to him, the trees they listened to him, and all nature listened to what Jesus commanded. Երբ որ Քրիստոսը հրաշքներ էր գործում, ոչ միայն մարդկանց էր բժշկում, այլ նաև բնության տարերքներն էին իրեն հնազանդում, չէ՞, քամին հնազանդեցրեց։ Եվ իրենք զարմանում էին, ասում էին, They «Սովա»։ needed to be revealed that his nature is God. Եվ նրանք սկսում էին գիտակցել, որ ինքը մարմնացյալ Աստված է։ But when Jesus said something about this, that he was God, the Jews were stoning him. Բայց երբ որ Քրիստոսը անձամբ իր բարերով ասել հրեաներին, որ ինքն է Աստվածը մարմնով հայտնված, հրեաները կքարկոծեին իրեն։ You see the nature of man, how difficult he can understand things of God. Այսինքն մենք տեսնում ենք, որ մարդը իր մարդկային բնությունով շատ դժվարությամբ իր խելքով կկարողանա հասկանալ In fact, we have the same problem. Եվ մենք էլ նմանատիպ խնդիր ունենք։ One moment, Jesus made a miracle at the synagogue, near the synagogue. Մենք հիշում ենք, երբ որ Քրիստոսը մի հրաշք գործեց սինագոգի մոտ։ There was a rabbi of the synagogue who went to Jesus to ask help for his daughter who was dying. Եվ սինագոգի ղեկավարներից մեկը եկավ խնդրեց Հիսուսին, Հայրոսը, որ իր աղջիկը մահվան շեմին է, խնդրում եմ արի եւ բժշկի։ And while Jesus was approaching the house, they said it is not necessary anymore. It's over. She is dead. Եվ այդ ճանապարհին դեպի Հայրոսի տուն գնալու ճանապարհին եկան ասացին, որ աղջիկը մահացել է, բերեք Հիսուսին չանհանգստացնեն։ But Jesus said she's only sleeping. Բայց Հիսուսն ինչ ասաց, նա քնած է, ննջած է։ And they laughed with Jesus. Բայց մարդիկ ծիծաղում էին իր խոսքերը։ But Jesus went into the room, took the hand of the young girl and said, "Stand up, young girl." Եվ երբ որ Քրիստոսը մտավ այդ սենյակ, բռնեց այդ պատանի աղջկա ձեռքից եւ ասեց. And immediately that girl raised and was alive. Եվ անմիջապես այդ մահացած աղջիկը վեր կացավ, հարություն առավ եւ կենդանի։ So you can imagine that the people think, what is happening to you? Who is that man? Եվ այդ պահին կարող էին մարդիկ մտածել, ասել, ով է այս մարդը, որ անգամ մահացածներին է հարություն They տալիս։ needed to discover who was Jesus. Եվ նրանք կարիք ունեին հայտնագործելու, հայտնաբերելու, թե ով է Հիսուս And why Քրիստոսը Jesus did come. եւ ինչու է նա եկել աշխարհ։ What are the first words that you can read that Jesus said about his ministry when he began to teach? Եվ երբ որ Քրիստոսը ուսուցանում էր, առաջին խոսքերը իր ծառայության մասին ինչ էր ասում Հիսուսը։ What are the first words? Առաջին խոսքերը որոնք են։ Repent, for the kingdom of God is near. Ապաշխարեք, քանի որ Աստծո թագավորությունը մոտեցել է։ What did John the Baptist preach? Եվ Հովհաննես Մկրտիչը ինչ է կարոզում։ Repent, for the judgment of God is near. Ապաշխարեք, քանի որ Աստծո դատաստանը մոտեցել է։ And Jesus did many miracles to open the hearts. Եվ Քրիստոսը շատ հրաշքներ էր գործում, որպեսզի մարդկանց սրտերը բացվեն։ Because he needed to put his word into the heart and bring to fruit. Եվ քանի որ մարդիկ կարիք ունեին, որպեսզի Աստծո խոսքը մտներ իրանց սրտի մեջ, որպեսզի այդ խոսքը պատուխ բերեր, կյանք բերեր։ So the people that were afraid about the message of John the Baptist asked, what should we do? Եվ մարդիկ Հովհաննես Մկրտիչի խոսքից ազդված ասում էին, ինչ պիտի անենք։ And look, because they are Jews, they were very religious. Քանի որ նրանք շատերը հրեաները
շատ կրոնավոր մարդիկ էին, but John the Baptist gave them very simple things to do. բայց Հովհաննես Մկրտիչը շատ բարձ բաներ էր նրանց ասում, որ անեին։ Give food to the one who's hungry, give clothes to the one who has cold, Ով սոված է, visit the one who is sick, ով սոված է, սնունդ տվեք, ով հագուստ չունի, հագցրեք, ով հիվանդ է, գնացեք այցելեք։ do not misuse soldiers your position to get something from people, be satisfied with your salary. Եվ կողմեցածով բավարարվեք ձեր աշխատավարձով։ Very essential, loyal law of God, the brother law. Այսինքն Աստծո խոսքի օրենքի համապատասխան, որ սիրիր քո երկորը, չէ՞, քո ընկերոջը քո անձի պես։ That was the essential part of conversion. Եվ սա է ապաշխարության հիմնական մասերից մեկը։ Now Jesus need to build up that people would come to listen to him, to open their heart, be ready to follow them, to follow him. Եվ Քրիստոսը իր ծառայության միջոցով կառուցում էր այդ փաստը, որ մարդիկ երբ որ գալիս էին իրեն, բացեին իրենց սրտերը Աստծո առաջ եւ հետևեին Հիսուսին։ One moment Jesus went out the temple of Jerusalem, he passed out the gates, and they were burying a young man on their shoulder who died with his old mother who had only one son. Հիշում եք այն պատմությունը, որ մի այրիկի կար, որի որդին մահացել էր եւ տանում էին այդ որդուն թաղելու, Հիսուսը մոտեցավ նրանց And Jesus intervened. եւ Հիսուսը միջամտեց այդ And խնդրին։ he wake up the dead young man, give him back to his mother. Եվ այդ մահացած պատանի երիտասարդին հարություն տվեց եւ տվեց իր մորը։ You may be sure that people have very strong faith in Jesus to follow him. Եվ մենք կմտածենք, որ այդ փաստերը, այդ հրաշքները տեսնելով մարդիկ մեծ հավատք կունենան, կսկսեն Հիսուսի You հետ։ read at different pages that at one moment 5,000 men followed Jesus to listen to his teachings. Եվ սուր գրքում տեսնում ենք, թե օրինակ մի պատմություն, որ 5000 միայն տղամարդ հետևում էին Հիսուսին։ Another place 4,000 persons followed Jesus to listen to his teachings. Հիշում եք, որ 4000 տղամարդ հետևում էին, որպեսզի լսեին Հիսուսի խոսքերը։ And also the disciples, they were thinking that he would restore the kingdom of David, restore the nation Israel, as God has promised. Եվ աշակերտները մտածում էին, որ Քրիստոսը եկել է Դավթի թագավորությունը վերականգնելու, ինչպես Աստված իրենց խոստացել է։ Ֆիզիկական թագավորության մասին է խոսքը։ At the end, we see that the Jewish people, they were searching for Jesus for healing. Մենք հետո տեսնում ենք, որ հրեաները մոտենում էին Քրիստոսին բժշկվելու համար։ And Jesus performed many miracles. Եվ տեսնում ենք, որ Քրիստոսը շատ հրաշքներ գործեց։ But at the end of his ministry, he was very sad Եվ իր ծառայության դեպքում Հիսուսը շատ տխուր էր։ because he had to discover that people only came to him to be healed and not to convert themselves. Քանի որ նա տեսնում էր, որ մարդիկ գալիս են միայն բժշկություն ստանալու, բայց ոչ ապաշխարելու եւ Աստծուն դառնալու։ They had their faith in Jesus for the wrong reasons. Այսինքն նրանք իրենց հավատքը սխալ նպատակներով ու շարժառիթներով Their faith in Jesus was for their life in this time, in their situation. Քանի որ նրանց հավատքը միայն իրենց կյանքի, իրենց այդ պահի, այդ իրավիճակի կարգավորման համար էր։ And also the apostles, they had the same hardness of heart. Եվ նաև աշակերտները նմանատիպ սիրտ ու վերաբերմունք ունեին։ They thought that Jesus would start up very soon an army against the Romans and appeal himself king of Israel. Քանի որ աշակերտները մտածում էին, հեսա շուտով Հիսուսը կդառնա Իսրայելի թագավորը, զորք կբարձրացնի եւ ռոմեական կայսրության դեմ կպայքարի։ And they were expecting that they also would have an important position in that government of Jesus. Եվ իրենք էլ այնպես մարդկային ձևով մտածում են, որ իրենք էլ կարգի պաշտոններ ունենան այդ թագավորության մեջ։ And Jesus, he declared 4 times that he needed to be killed, that he needed to be suffer, but that he would rise on the 3rd day after his death. Բայց այդ տարիների իր ծառայության ընթացքում Հիսուսը 4 անգամ իր աշակերտներին ասաց, որ նա պիտի մահանա եւ երրորդ ուղեղարություն անի։ And look that
the disciples were not ready for this. Բայց հետաքրքիր է, որ աշակերտները այդ խոսքի համար պատրաստ չէին, So Peter, he rebuked Jesus. Անգամ Պետրոսը հանդիմանեց, չէ՞ Հիսուսի He հասել։ said, "No, Lord, not at all. You will not die. The Lord will prevent." Դու չես մահանա, Աստված չանի, որ դու մահանաս։ And Jesus said to him, "Away behind me, Satan." Բայց Հիսուսն ասաց հետից գնաց Սատանա։ But the fact was that the disciples did not understand what Jesus meant. Բայց փաստն այն էր, որ աշակերտները չեն հասկանում Քրիստոսի ուսուցման հիմքերը։ Their hope was for so many generations that they would have a country restored at the kingdom of David. Հրյաների հույսը դարեդար սերնդեսերուն այն էր, They were որ Մեսիան expecting կգա եւ կազատի իրենց a political թակավորությունը leader that would become king of Israel, and the Israelites would be blessed by God again. Այսինքն Իսրայելի թակավորությունը կվերականգնվի եւ Աստված կսկսի նորից օրհնել, ինչպես նախկինում էր օրհնում։ The last time before the last Easter, the friends of Jesus, they lived very near to Jerusalem, about 10 kilometers like this in Bethania. Վերջի զատի ժամանակ աշակերտները ապրում էին Բեթանիայում, որը շատ հեռու չէր, ոչ աշակերտները Հիսուսի It was Maria, Martha, and Lazarus. Մարիամը, Մարթան եւ Լազարոսը ապրում էին Բեթանիայում, որը հեռու չէր It's Երուսաղեմից։ written they were like friends from Jesus. Եվ գրված է, որ նրանք Հիսուսի ընկերներն էին։ So I suppose that when Jesus went to Jerusalem, Ես ենթադրում եմ, որ երբ Հիսուսը գնաց Երուսաղեմ, that many times he spent his journey at that family. շատ անգամներ ժամանակ է անցկացնել հենց այն ընտանիքի հետ, Մարթայից ընտանիքի հետ։ And now the sister sent some messages to Jesus. Your dear friend is so sick, come quickly. Եվ Լազարոսի քույրերը նամակ են ուղարկում, լուր են ուղարկում Հիսուսին, որ քո ընկերը, քո մոդիկ ընկերը մահվան շեմին է, արի եւ բժշկի։ And at one moment, Jesus declared that Lazarus had died. Եվ հետո իմանում ենք, որ Լազարոսը մահացել է։ But he said he is sleeping. Եվ Հիսուսն ասաց նա մահացել է, բայց իրական չասաց mահացել է։ The apostles realized and said, when he's sleeping, no problem, we will wake up. Աշակերտներն ասում են, որ քնած է, զարթում չէ։ And Jesus said, he is dead, okay? Բայց նրանց բացատրեց, որ չէ, մահացել է Լազարոսը, But this death will be at the glory of God. բայց այդ մահը Աստծո փառքի համար է։ The apostles were afraid to ask Jesus. Եվ աշակերտները վախենում էին հարցնել, ինչ But they նկատի must be very confused with everything what Jesus declared. Այսինքն նրանց մտքերը կարծես խառնաշփոթի մեջ էին այդ խոսքերից։ What does it mean, I need to die? I will rise on 3 days after my Ինչ death. է նշանակում, որ Հիսուսն ասում է, ես պիտի մահանամ ու երրորդ օրը հարություն անեմ։ You can understand why this last resurrection was so important. Եվ մենք տեսնում ենք, թե ինչքան կարևոր է Քրիստոսի հարությունը։ He needs to give proof that his life after death. Եվ դրանով Քրիստոս ուզում է փաստեր դրել եւ փաստարկել, Many մահից հետո people, կյանք կա։ they were religious and they thought God would bless them on earth if they obeyed to him. Որովհետև կրոնավոր մարդիկ մտածում են, երբ որ իրենք Աստծուն հնազանդվեն, իրանց այս երկրավոր կյանքի մեջ Աստված իրենց օրհնի։ But there was coming a new kingdom where only the chosen one would live in. They did not realize at all. Բայց նրանք չեն գիտակցում այն հոգևոր Աստծո թագավորության մասին, որ պիտի գա, եւ ընտրյալները, Աստծո ընտրյալները պիտի մտնեն այդ արքայությունը։ So that's why Jesus waited when he discovered that Lazarus died. Եվ դրա համար Հիսուսը երկու օր սպասեց, երբ որ երբերեք ասեցին, որ Լազարոսը հիվանդ է։ Finally, he went back. Երբ որ նա վերադարձավ, արդեն And Martha came, ran to Jesus. Oh Lord, good that you came, but oh, so sorry that you did not come sooner. Our brother would be alive, and you can believe that you could heal him. Մարթան մոտեցավ Հիսուսին, ասեց. «Տեր, եթե դու շուտ լինեիր այստեղ,
հողընկերը մեր եղբայրը չէր մահանա, դու կբժշկեիր իրեն։ After Maria came to Jesus with the same complaint and mourning, oh Jesus, what a pity that you did not come. If you would be there, our brother would not have been Նույնպես dying. Մարիամը մոտեցավ Հիսուսին ասաց, եթե ինչ ցավ է որ դու ուշացար, որովհետև եթե այստեղ լինեիր Լազարոսը չէր մահանա։ So Jesus asked the question, Բայց Հիսուսը իրենց հարց տվեց. do you believe in resurrection? Արդյոք հավատում ես հարությանը։ And she said, yes, at the end of the day. Հա, հավատում եմ, վերջի օրերին հարություն պիտի լինի։ That was a good answer. Լավ պատասխան էր։ But if I ask you, do you believe in the resurrection? Հիմա եթե ես ձեզ հարցնեմ, հավատում եք հարությանը։ You will say, yes, of course. Դուք եք ասեք, այո, իհարկե։ But when you get sick and you die and you are afraid. Բայց եթե դուք հիվանդանում եք եւ մահվան շուրջին եք սկսում եք վախենալ։ So I ask myself, how strong is your faith in the resurrection? Եվ ինքս ինձ հարցնում եմ, ինչքանով ուժեղ է իմ հավատքը հենված հարության։ You think I believe? Մենք մտածում ենք, հա, ես հավատում եմ։ I tell you, no. You only know. Ես ասում եմ, ոչ, դուք մենակ ձեր մտքի մեջ գիտեք, այսինքն And, մտքով եք հավատում։ and because it comes out of the Bible, it says, yes, I believe. Քանի որ Աստվածաշնչում գրված է, ասենք ասում եմ, հա, մտային հավատ, հա, հավատում եմ։ But when I see how people act when somebody dies, for me it looks that they do not believe in the Բայց resurrection. երբ որ տեսնում եմ ինչ-որ մեկը մահանում է, եւ մարդիկ ինչպես են արձագանքում այդ մահվանը, տեսնում եմ նրանք այդքան չեն հավատում For հարցը։ me, I see in their heart, in their behavior, that they think that finished, we lost everything, we never see him again. Նրանք մտածում են, որ վերջ, մահով էս մարդը վերջացավ, եւ երբեք իրեն չենք տեսնի։ Do you believe in the life after death? Արդյոք հավատում ենք, որ մահից հետո կյանք կա։ You try to keep your life as long as possible. Մենք փորձում ենք մեր կյանքը պահել, ինչքան հնարավոր է երկար ապրել։ That's good, you can serve Jesus a long time. Լավ է, ինչքան երկար ապրեք, այնքան երկար կծառայեք։ But my question is, do you believe that the life after death is much more and much better than the life we have here and now? Բայց իմ հարցը սրանում է, որ արդյոք հավատում եք, որ մահից հետո շատ ավելի հրաշալի սքանչելի կյանք կա պատրաստված։ If you really believe that the life after death in heaven, you cannot compare with the miserable life we have here. Եվ եթե մենք իսկապես հավատում ենք, որ երկրում հրաշալի կյանք կա մեզ համար պատրաստված, որը ստեղի հետ անեմատ շատ անեմատելի է։ When you really believe, you would think in your heart, oh, that I would go to Jesus, I would like to be in heaven, I would like to receive eternal life. How long does I need to stay on this earth? Եվ եթե մենք իսկապես հավատում ենք Աստծո արքայությանը հավիտենական, մեր սիրտ ավելի կապված է հավիտենականի վրա։ If you get cancer or some other problems, Երբ որ ասենք թե մահացու հիվանդություն է մարդը ձեռք բերում, you would say, oh, maybe my time of liberation is near. I enjoy. Ավելի շատ ուրախանակ ասի, օ, ինչ լավ, արդեն հավիտենություն տեղափոխվելու ժամանակը մոտեցել է։ Maybe you fear for the suffering, of course. Կամ իհարկե գուցե մենք նաև վախում ենք աղականքից, Maybe you suffer from losing your children, grandchildren, friends. Եվ բնական է, որ մենք տարապում ենք, ցավ ենք քաշում մեր հարազատ ընկերների, բարեկամի մահվան կապակցությամբ։ But do you believe that the real life is after death, not here? Բայց արդյոք հավատում ենք, որ իսկական կյանքը այս կյանքից հետո է սկսվում։ Many people I encounter, they say, nobody returned to tell us. Շատերն ասում են մենք ոչ մեկ չի եկել այն աշխարհից, որ մեզ պատմի ինձ ինչ կյանք կա եւ Did you know that the daughter of Jairus is risen from death by Jesus? բայց չէ որ օրինակ Հայրոսի աղջիկը հարություն արավ մահացածների։ Oh, that's a story in the Bible. Հա դա ուղղակի Աստվածաշնչյան պատմություն է։ Didn't you believe that Jesus gave back the young son of that old woman? Չենք հավատում արդյոք այն կնոջ երիտասարդ որդին, որ մահացել էր հարություն արավ։ Yeah. Հա, հավատում։ And what about Lazarus? Իսկ Լազարոսի մասին ինչ կասեք։
If somebody is dead for 4 days, Եթե մեկը 4 օրվա մահացած լինի, if somebody is dead 4 days, that the smell is so strong that Jesus who want to go to the grave said, the people said, please do not go near the grave. The smell is terrible. After 4 days, we put some herbs to cover the smell. Եվ քանի որ գիտենք որ 4 օրվա մահացածը ինչ հոտեր կգա, դրա համար ասում են Հիսուս ջան, Ղազարոս արդեն 4 օր մահացել, արի որ չունես էլի մի հարություն դուր։ Believe me, if you cannot approach the grave because of the smell of death, he is really dead. Եվ մենք տեսնում ենք, որ այդ հոտը անգամ երեզմանից էր դուրս գալիս, եւ իսկապես նա 4 օրվա մահացած էր։ You don't have to doubt anymore. Այսինքն կասկածելու տեղ չկա, որ Ղազարոսը Don't think he is sleeping. Այսինքն չեն կարող մտածել, որ նա ընդամենը քնած էր։ The sleeping doesn't smell. Քնած մարդը տես ոչ չի լինի։ That's normal. Ընդամենը խրասնում։ They didn't hear Lazarus snore. Բայց They նրանք Ղազարոսի խրոցը չեն լսում։ He definitely died forever. Նա ընդհանրապես գիտենք, որ մահացել էր։ And what did Jesus say? Եվ ինչ ասաց Հիսուսը։ Open the grave. Բացեք երեզմանը։ Everybody, oh Jesus, do not do that. This is impossible. What he is doing? Զարմացած ասում են Հիսուս, ես ինչ ես անում, ես ինչ է։ And Jesus said to Lazarus, Հիսուսն ասաց Ղազարոսին. Lazarus, out. Ղազարոս, վեր կաց, դուրս արա։ And Lazarus, Ղազարոսը այդպես կապված դուրս եկավ քրկարալով։ and Jesus said, untie him. Եվ Հիսուսն ասեց քանդեք այդ կապերը, այդ պարանները։ You know that miracle turned Jerusalem at its head. Մենք գիտենք, որ այդ հրաշքից հետո կարծես Երուսաղեմը գլխի վրա It is written Այդտեղ գրված է Աստվածաշնչում։ that the high priest made a plan to kill Lazarus. Քանի որ բարձրաստիճան քահանապետերը որոշեցին ծրագրեցին Ղազարոսին հետ սպանել։ Telling if this will be a rumor in Jerusalem, we will lose all control. Եվ նրանք ասում են, որ եթե սա շարունակվի, մեր ամբողջ իշխանությունը կոնտրոլը կորցնեն Երուսաղեմի։ Now Jesus has prepared them very well to know that there is life after death. Եվ Քրիստոսը այս ամենով պատրաստում էր մարդկանց, որ գիտակցեն, որ այս մահից հետո And you really do not have to fear when you get old and sick. Եվ դրանով դու չպետք է վախենաս, որ եթե դու ծերանում ես եւ հիվանդանում ես, մահան ես մոտենում։ You only have to fear the judgment of God. Այլ դու թամանը պիտի վախենաս Աստծո դատաստանից ոչ թե մահից։ But when you are loyal to God, Բայց եթե դու հավատարիմ ես Աստծուն, you don't have to fear because you will enter heaven. դու չպետք է վախենաս, քանի որ դու կփոխադրվես, You will be in paradise. դու կվայելես Աստծո արքայությունը You will feel no more pain. եւ երբեք ցավ չես ունենա։ The joy of the Holy Spirit will completely fill your heart. Եվ Սուրբ Հոգու ուրախությունը ամբողջովին կլցնի քո սիրտը։ At this time, from times to times, when some miracle happens, when some glorification or something happens from God in your life, you have the joy of God. Եվ այս կյանքում մենք շատ հաճախ ապեր հրաշքների կամ իրադարձությունների դեպքում զգում եւ վայելում ենք Սուրբ Հոգու ուրախությունը մեր But սրտում։ when you die in Christ, Բայց երբ որ մենք Քրիստոսով մահանանք կամ the ննջենք, glory of God will come over you. Աստծո փառքը կգա քո վրա։ And you will be delivered from all your sorrows. Դու լրի կազատվես քո բոլոր կապականքից ու ցավերից։ Do you believe this? Արդյոք հավատում ես սրա։ Many say yes. Շատերն ասում են այո։ Somebody think I hope so. Ոմանք ասում են ես հույս ունեմ, որ այդպես կլինի։ If you say I hope so, that means that you don't believe. Իսկ եթե դու ասում ես ես հույս ունեմ, որ այդպես կլինի, նշանակում է չես հավատում։ But much more, you're afraid. Your belief in the life after death is weak. Եվ եթե դու վախ ունես քո մեջ, նշանակում է, որ քո հավատքը այդ մահու կյանքի հանդեպ։ And that is very important that we realize that the life after death is more important than the life we have here. Եվ Քրիստոսն ուզում է, որ մենք գիտակցենք, որ մահից հետո կյանքը շատ ավելի կարևոր է, քան այս ֆիզիկական կյանքը։ The disciples also, they did not realize this. Եվ
աշակերտները դեռևս սա չէին գիտակցել։ Look, when Jesus was dead, Եվ տեսնում են, երբ որ Հիսուսը մահացել էր, on the first day after the Sabbath, the two Maria went to take care of the dead body of Christ. Շաբաթից հետո Կիրակի օրը երկուքին գնացին դեպի Քրիստոսի գերեզմանը, որպեսզի յուղով օծեն։ Why would somebody go to treat the dead body of Christ if they believe in the resurrection? Ինչու պիտի մեկը գնա, որպեսզի մահացածի մարմինը յուղով օծի, եթե իրենք հավատում էին քարությանը։ They knew because Jesus has declared 4 times. Բայց չէ՞ որ նրանք գիտեն, որ Հիսուսը արդեն 4 անգամ ասել է, որ ինքը պիտի մահանա։ If they really believe, Եթե իրենք իսկապես հավատում they են, did not have their back to treat the bodies of նրանք Christ. չպետք է գնային, որպեսզի մարմինը նորից յուղով օծեն ըստ իրենց Yes or no? Այդպես չէ։ When they went to treat the dead body of Christ, that meant that they really believed that Jesus was dead, it was finished. Այսինքն No hope for Israel anymore. նրանց հույսը կոտրված էր, քանի որ դա ցույց է տալիս, որ նրանք ընդհանրապես գնում էին այդ մահացած մարմինը յուղով օծելու իրենց արարողությունը։ When they approached the grave, they saw 2 angels that has taken away the stone. Jesus was out, and the soldiers fainted from fear. Երբ որ մոտեցան գերեզմանին, նրանք տեսան այդ երկու հրեշտակներին, գերեզմանի քարը գրված էր, հրեշտակներն այնտեղ են, զինվորները վախից ու վատի ուշադրած էին And the 2 angels said, "Go to declare to the disciples that Jesus is risen. He will see you later." Եվ հրեշտակներն ասացին այդ կանանց գնացեք աշակերտներին ասեք, որ Քրիստոսը այստեղ չէ, այլ հարություն է արել։ With all the strength in their body, they run to the disciples to declare, "Listen, the tomb is empty. Jesus isn't there anymore. He's risen. We have seen angels." Նրանք վազեցին դեպի աշակերտները եւ պատմեցին, որ Քրիստոսը հարություն է արել։ Մենք հրեշտակներին ենք տեսել։ And what is written about their answer? Եվ նրանց պատասխանի մասին ինչ է գրված։ We do not believe. Մենք չենք հավատում։ We do not believe at all. Մենք ընդհանրապես չենք հավատում այդ ձեր ասած լուրին։ You are too stressed. You see things that are not Ուղղակի right. սարսի մեջ եք ինչ-որ ձեր երևակայական բաներ եք տեսել։ Wasn't that the situation? Նման չէ այդ սիտիավիճակը։ So when Peter and John heard, they run to the grave Երբ որ to Պետրոս see what is going on there. We want to know. Պետրոսն ու Հովհաննեսը երբ լսեցին, վազեցին դեպի գերեզմանը, որպեսզի ապացույց տեսնեն, համոզվեն։ And indeed, they came at the grave, and the grave was empty. Երբ որ մտան գերեզման, տեսան, որ դատարկ է։ How could the grave be empty with 4 soldiers before the door? Ինչպես դա հնարավոր է, որ 4 զինվորներ, պահապաններ կանգնած են այնտեղ, բայց գերեզմանը Was it true what the women said? Արդյոք այս կանանց խոսքը ճշմարիտ էր։ So they were totally confused. Եվ իրոք շփոթված էին իրենց։ Because they know that Jesus had said 4 times, "I will rise on the 3rd day." Բայց իրենք գիտեին, որ Հիսուսը 4 անգամ ասել էր, որ ես հարություն պիտի անեմ։ They thought that Jesus would come to become the new king of Բայց Israel. նրանք մտածում են, որ Հիսուսն եկել է, որպեսզի Իսրայելի թագավորը դառնա։ And when Jesus died, all their hope disappeared. Երբ որ Քրիստոսը մահացավ, նրանց այդ հույսերը վերացան, կոտրվեցին։ At the evening, 2 disciples of Jesus were going back home. They lived near Jerusalem in Emmaus. Եվ երեկոյան այդ Էմաուսի ճամփորդները երկու աշակերտները գնում էին դեպի Էմաուս։ And Jesus approached to them Հիսուսը մոտենում է իրենց and he listened to them. եւ լսում է նրանց զրույցները։ "Oh, why are you so sad? What are you talking Հասկանում about?" ինչ եք sense տխորիչի մասին են խոսում։ And the 2 men said, "But oh, you're the only person in Jerusalem who doesn't know what had happened. Երկու սպասմունքները միակ վախից որ չտես ինչ ա դեղի ունեցել։ We were expecting the new Messiah that would become the new king of Israel from the house of David. And he said that he would rise on the 3rd day, but it's already evening and nothing happened. We are losing our hope." Եվ նրանք ասացին, որ մեր հույսը կորցրել են, քանի որ մենք սպասում ենք, որ Մեսիան երբ որ գա, դատի թագավորությունը կվերականգնի։ You must translate this, what is written in heaven. Եվ այս խոսքերը կարելի է թարգմանել այսպես. You must translate this for your life.
Մենք պետք է սա թարգմանենք նաև մեր կյանքի համար։ In the beginning, when you're baptized, hallelujah, I love God, He loves me, and I'm blessed. Եվ մեր հավատքի սկզբում երբ որ նոր ենք հավատում, մկրտվում, ասում ենք He has done a miracle to me, hallelujah, thank you, Lord. ոգևորված ենք, կյանքով լցված ենք, But little by little you get old, բայց տարիների հետ միասին ընթացքում and many problems come. խնդիրներ են գալի առաջանում մեր կյանքում։ And some demon is telling you, Jesus said that He would come back, but it's already 2,000 years, that's a long time. Բնական մտքեր գալիս են արդյոք Հիսուսը պիտի վերադառնա արդեն 2000 տարի ասել է։ Maybe He will not come back. Գուցե չվերադառնա։ Many Christians have that problem. Եվ որոշ քրիստոնյաներ կամ շատ քրիստոնյաներ այդ մտքերը հացել այրած։ It's 2,000 years, who can still believe? 2000 տարի է անցել, որ Հիսուսն ասում է, որ պիտի վերադառնա, ով կարող հավատա։ And your faith becomes small. Եվ քո հավատքը գնալով փոքրանում է։ And then you're thinking, what about heaven? Եվ սկսում ես մտածել, երկնքի մասին ինչ կարելի է հավատալ։ If there is there also a heaven, or is this not true? Ոնց կա այդ անկայությունը, թե դա իսկապես իրական չի։ And they are losing their hope. Եվ իրենց հույսը կորցնում են։ But Jesus came to help them. Բայց Քրիստոսը եկավ եւ օգնեց նրանց։ In the evening, when they stayed at their home, He break the bread to eat. Երբ որ իրենց տանը արդեն նստած էին, Հիսուսը հացը կտրեց, And they immediately recognized Jesus. իրենց աչքերը բացվեցին եւ ճանաչեցին Of course, they could not, it was difficult to see that it was Jesus for them. Ani որ միջև այդ իրենց համար դժվար է որ տեսնեն որ դա Հիսուս է։ They have seen Jesus hanging on the cross, Միջև այդ տեսել the spear in His ribs, the wound in His head, completely covered with blood. նրանք խաչի վրա են տեսել Հիսուսին խաչված, այլորով տանված, ծծված կողը։ They could not imagine that that man beside them is the risen Jesus. Իրոք չէին կարող պատկերացնել երևակայել որ այդ մարդը հարուցյալ Հիսուսն է։ We can understand this problem, yes? Մենք սա հասկանանք, չէ՞։ When they discovered that it was Jesus, they run back. Jesus disappeared. Երբ որ նրանք հայտնաբերեցին որ դա Հիսուս Քրիստոսն է, Հիսուսը They immediately run back to անջապես հասեցին Jerusalem Երուսաղեմ and to tell that Jesus appeared there. աշակերտներին պատմելու որ Հիսուսը իրենց հայտնվել է։ The disciples must be very confused. Եվ աշակերտները կարծես խառնված լինեին։ But their hope was on their life for their country. Jesus become the king and we become part of the government. Անի որ իրենց հույսը այդ կյանքի համար է, իրենց թագավորության, իրենց Երուսաղեմի, իրենց ժողովրդի համար է իրենց հույսը։ And they were so afraid Եվ նրանք շատ մեծ բախում են իրենց that they closed the door. եւ փակել էին դուռը, And certainly there was somebody beside the door to see that they were safe. եւ մեկին է դրել էին դրան մոտ, որպեսզի տեսնեն, որ ոչ մեկ չի կարող գալ չմոտենա իրաց չվնասի։ One moment Jesus entered. Եվ մի պահ Հիսուսը ներս մտավ իրենց սենյակ։ They suddenly see Jesus and Տեսան nobody opened the door. հակ դուրը փակել, բայց Հիսուսը հայտնվեց իրենց մեջ։ And Jesus said, do not be afraid, it's me. Հիսուսն ասաց՝ մի վախեցեք, սա ես եմ։ But they thought that Jesus, not possible, he's dead, he's he. Նրանք մտածում են ոնց կարա մահացած մարդը։ And Jesus said, look, Եվ Հիսուսը ցույց տվեց ծաղկված ձեռքերը։ look, Նայեք when the soldier put his spear. զինվորը խոթեց այդ։ It's really me. Նայեք, ես եմ սա, նայեք։ And indeed, who can be alive if somebody put a knife in your heart? Եվ նրանք մտածում են ոնց կարա մարդը կենդանի մնալ, որ նիզակը խոցում է մարդու սիրտը։ Who can be alive if you're crucified by the Romans and if they are not sure that you're dead, they even put the spear in your heart? Ինչքանով է հնարավոր, որ մեկը կարողանա կենդանի մնալ, երբ որ անգամ խոցեցին նիզակը նրա սիրտը, որ համոզվեն, որ մահացել։ And Jesus showed the proof of his Քրիստոսը crucifixion. ցույց տվեց իր խաչելության եւ հարության փաստերը։ So when they saw, they didn't believe yet. Բայց երբ որ տեսան, կարծես սկզբից He չհավատացին, said, touch me, ասում են, touch me. ձեր դու ինձ։ Give me something to eat. Տվեք ինձ մի բան ուտելու։ A ghost doesn't eat fish.
Եվ հիշում եք, որ ծովի կափին նրա And then their joy was, of course, their joy was enormous. Եվ դրանից հետո սկսեցին ուրախանալ. Wonderful! Jesus is risen. It is true what he said. Հիսուս Քրիստոսը հարություն է արել եւ փաստել իր խոսքերը, Thomas was not there. բայց Թոմասը այնտեղ չէր։ And they told them to Thomas, the Lord is risen. He has appeared to us. He has appeared to the disciples to Emmaus. Թոմասին, որ Հիսուսը հարություն է արել, հայտնվել է մեզ։ And Thomas said, if I cannot put my finger in these wounds, my hand in his side, I will surely not believe. Թոմասն ասում է, եթե մատները չդնեմ, իր փոթված ռեքերի մեջ, ողի մեջ ես չեմ հավատա։ We does not have to be angry with him. Բայց մենք չպետք է բարկանանք Թոմասի վրա։ Thomas was a very faithful disciple of Jesus. Որովհետև մենք գիտենք, որ Թոմասը շատ հավատարի աշակերտ դարձավ Հիսուսին։ But he wants proof. Բայց նա փաստեր, ապացույցներ էր ուզում։ All the disciples did not believe, Բոլոր աշակերտները չէին հավատում, but they received proof. բայց նրանք փաստ, ապացույց ընդունեցին։ So we can understand that we meet people around us who does not able to believe. Ուստի մենք կարող ենք հասկանալ, որ մեր շրջապատում մարդիկ կան, որոնք չեն հավատում, նրանք ապացույցներ են ուզում։ And that they need proof. Նրանք փաստեր, ապացույցներ են ուզում տեսնել։ The disciples, the apostles themselves were weak in faith. Եվ անգամ աշակերտները իրենց հավատքի մեջ But God is graceful. He gives proof. բայց Աստված այդ հավատքը զորացրեց այդ փաստերով։ Also in this church, God has done many miracles. Եվ ձեր եկեղեցու նույնպես դուք տեսել եք բազմաթիվ հրաշքներ, որ Աստված գործել է։ Այո։ To give you proof. Այսինքն ձեզ ապացույցներ ցույց տալու Yes? Քրիստոսի հարության մասին։ If you have some illness that cannot be cured, and the pastor or somebody else prayed and you were healed, God has given you proof. Երբ որ մեկը ամբուժելի հիվանդություն ունի եւ ձեր հոգի ալոքներով կամ մեկ ուրիշի ալոքներով Աստված բժշկում Proof to have faith. դա այն ապացույցն է, որ օգնի ձեզ ձեր հավատքը զորացնել։ Strength to change your life. Եվ դա ուժ է տալիս ձեր կյանքը Amen. փոխել։ But many Christians Բայց շատ are քրիստոնյա lacking faith. հավատքի կարիքը պակասում են։ And it was the same at the time of the apostles. Եվ աշակերտներն էլ նմանատիպ իրավիճակում էին։ I read 1 Corinthians 15 verse 12 to 19 by Brother Will read. Ակորինթացիս 15-րդ գլուխ Now, 12-ից 19։ If the Christ that is preached to us, that he is risen out of the dead, how come that some of you say there is no resurrection of him? Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է արել, ինչպես են ձեզանից ոմանք ասում, որ հարություն չկա։ If there is no resurrection of that, then Christ is not resurrected either. Եթե հարություն չկա, ուրեմն Քրիստոսն է հարություն չի արել։ And if Christ was not resurrected, then our preaching is without any sense. Եվ եթե Քրիստոսը հարություն չի արել, ուրեմն մեր քարոզությունը իմաստ չունի։ And also your faith doesn't serve anything. Եվ քո հավատքն էլ արդյունք չունի։ Then we are false witnesses. Եվ մենք սուտ վկաներ ենք։ Because we have witnessed against God that he has risen Christ. Քանի որ ասում ենք, որ Աստված հարություն չի տվել Հիսուսին։ Well, some of you say there is no resurrection of that. Եվ ոմանք կարող են ասել, որ նա մեռելներից հարություն չկա։ Then he would not have resurrected Jesus Եթե չկա մեռելների հարություն, if there is no resurrection. ուրեմն Հիսուսն է հարություն չի արել։ By the way, if there is no resurrection, then Christ is not resurrected either. Եթե Քրիստոսը հարություն չի արել, ուրեմն ձեր հավատքը ունայն է։ If Christ is not resurrected, then your faith is without fruit, Այսինքն ձեր հավատքը պատուղ չունի։ and you are still in your sins. Եվ դուք դեռևս ձեր ներքերի մեջ եք։ And then also all our brothers and sisters who died in faith, Եվ մեր բոլոր մյուս եղբայրներն ու քույրերը, ովքեր հավատքի մեջ մահացան, they are lost. նրանք կորսված են։
If there is no life after death, Եթե կյանքից մահից հետո կյանք չկա, ուրեմն նրանք then if we have only our hope on Christ, we have built our hope on Christ for the things of this life, Եվ եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա դրել ենք մեր հույսը, ուրեմն we are the most pitiable, sad people that can exist. ուրեմն բոլոր մարդկանցից ավելի ողորմելի եւ տխուր է։ Then our faith and our preaching has no sense. Եվ մեր հավատքն ու քարոզությունը իմաստ չունի։ And yet, Բայց look, that's the struggle of man. մենք տեսնում ենք, որ սա մարդկային տարապանքի է։ Human nature cannot understand the things of God. Այսինքն մարդկային էությունով, մարդկային լոգիկայով Even if God gives proofs, Եթե անգամ Աստված there is a battle inside the heart. ներսում պայքար կա։ And they are always falling confused if it's true, if it's not true, and what about this and what about that. Շփոթմունքի մեջ ենք ընկնում, արդյոք սա ճիշտ է, ճիշտ չէ։ But Christ is resurrected. Amen. Վստահ գիտեք, որ Քրիստոսը հարություն է արել։ Այո, He showed himself to the two women. եւ But այլևս աշակերտներին, այլ երկու կանանց նաեւ։ He showed himself to Maria Magdala. on the way. Մարիամ Մագդալանացուն հայտնվեց։ He appeared to Peter, to Jacobus, Պետրոսի to the 9 apostles, մյուսին աշակերտներին, հավաքյալներին։ later to the 10 apostles. Հետո 10 աշակերտներին։ Later, he appeared at 500 men at the same time. Հետո 500 հոգու նաև հայտնվեց։ And at last, he appeared to Paulus. Եվ հետո Պողոսին հայտնվեց։ Paulus, he was really an enemy of Christians. Սողոսը այն ժամանակ իրոք քրիստոնյաների թշնամին էր։ He sacrificed his life to persecute Christians. Նա իր կյանքը կարծես զոհաբերել է, որպեսզի հալածի քրիստոնյաների։ With special authority letters, he went to Damascus to arrest Christians, to take them to Jerusalem to be judged. Նամակներ ուղղություն վերցրեց, որպեսզի գնա Դամասկոսի քրիստոնյաներին բանտարկի բերի դեպի Երուսաղեմ։ Paulus was the man who agreed and gave permission that Stephanus would be stoned. Սողոսն այն մարդն էր, որ Ստեփանոսի քարտոծման ժամանակ ինքը կանգնած էր։ And suddenly a light appeared to him. Եվ Աստծո լույսը հայտնվեց իրեն, And the voice said to him, եւ ձայն հնչեց ասելով. So, Սահուկ, սահուկ, why do you persecute me? ինչու ես ինձ հալածում։ He said, Lord, who are you? Նա ասաց, ով ես դու Տեր։ And then the Lord said, I'm Jesus. Եվ Հիսուսն ասաց, That ես you Հիսուսն are եմ, persecuted. որին դու հալածում ես։ Paul stayed at bed for 3 days. Եվ Պողոսը 3 օր անկողնում պարկած էր։ I think an angel appeared to Ananias and he said to go to search in that city. Շտակը հայտնվում է Անանիա Մարգարեին ասում է գնա, The name of the street is the straight one. գնա այդ փողոցը, որտեղ բնակվում է։ You need to find a house who is walking with iron. Կգտնես Պողոսի տունը, որտեղ նա մնում You է։ need to ask for a person that is coming from Tyrus. Եվ կգտնես այդ մարդուն, այսինքն Սողոսի կգտնես, Boldly. գնա իր մոտ։ So the angel gives the complete address, the name of the address, the house, what is the house number going, who is that man calling, where does he come from? Ինչ պիտի անես, որտեղից է նա եկել։ How can God know? Ինչպես կարող է Աստված այս ամենը How իմանալ։ can the angel know? Ինչպես կարող է հեշտակ իմանալ։ It's written. Գրված է։ So that man goes and he said, the Lord sent me. Եվ նա գնաց Սողոսի մոտ եւ ասեց Տերն ինձ ուղարկել է։ But he knows that Saul was a very dangerous man who was out to kill Christians. Սողոսը այն մարդն էր, շատ վտանգավոր մարդ էր քրիստոնյաների։ Surely he was afraid, Եվ նա վախենում էր, but he obeyed God. բայց նա Աստծուն հնազանդվեց։ And he laid hands on Paul and he was Եվ նա healed immediately. Պողոսի վրա եւ Պողոսը բժշկվեց անմիջապես։ And then he said to Paul, what are you waiting for?
Be baptized that you are washed off of your sin. Եվ ասած է չի է սպասում։ Մկրտվիր եւ մաքրվիր քո մեղքերից։ It's written that Paul from that day on immediately declared in every synagogue that the Christ that was crucified was the Messiah that was prophesied by all the prophets. Եվ այդ օրերից սկսած Պողոսը ամեն սինագոգում քարոզում էր եւ ասում էր, որ Քրիստոսը այն մարդն է, որ մահացավ եւ հարություն արավ։ Look what the resurrection did in the life of Christians. Տեսնում եք, թե ինչ արեց հարությունը քրիստոնյաների կյանքում։ There is nobody that has labored for Jesus so much as Apostle Paul. Եվ չեն կարող գտնել մեկ այլ մարդու, որ Պողոս Արաքյալից ավելի շատ նվիրված ու աշխատած ծառայած լիներ։ Look what happened with the apostles that were afraid to die. Նայեք այն վախկոտ աշակերտներին, ինչեր Shut up themselves. վախենում էին մահից, փակվել էին սենյակում, Afraid to be arrested, tortured, or to be killed. վախենում էին որ իրաց կպնեն, ձերբակալեն կամ կսպանեն։ When Jesus appeared on them, Բայց երբ որ Քրիստոսը հայտնվեց, Jesus needed to keep them in. եւ պետքա Քրիստոսը Do not leave. You need to keep them inside the house. եւ նրանք ուզում էին Քրիստոսի պարել իրենց սենյակում, չթողնել որ գնա He հոգ։ said, no. Don't go out. Մենք ասել մի գնան, վախենում են։ You need to wait until the Holy Spirit comes. Բայց Հիսուսն ասաց, սպասեք, թե Սուրբ Հոգին կգա ձեզ վրա։ Amen. Amen. Look, the changement in the behavior of the apostles. Տեսնում եք, թե ինչպես է վերափոխվում աշակերտների կյանքն ու գործունեությունը։ If Christ was not resurrected, Եվ եթե Քրիստոսը իսկապես հարություն չէր արել, they would have very silently returned to Galilee. այլ իրանք սենսիրում սուսուփուս կվերադառնային իրենց կյանքին, They were afraid to lose their life or to be beaten. քանի որ իրենք վախենում էին իրենց կյանքը կորցնելուց, They had no hope to put an army against the Romans. իրենք ոչ մի հույս չունեին հռոմեացիների դեմ կանգնել։ But with the resurrection, they completely changed. Բայց մենք տեսնում ենք հարության հետևանքը իրենց կյանքում։ And now they say, վերափոխեց։ wow, now we are going to start an army against Rome. Եվ նրանք կանգնեցին հավատքով։ Our time has come. The victory is us. Եվ նրանք ասում էին, հաղթանակը մերն է։ And they said, Jesus, are you repairing Israel this time? Եվ նրանք հույս ունեին, որ այս անգամ Հիսուսը Իսրայելի թագավորությունը կվերականգնի։ So what did they put their hope on Christ? Նրանք իրենց հույսը ինչի վրա էին դրել։ If you only put for this life your hope on Christ, you are the most terrible of the people. Այսինքն նրանք իրենց հույսը, որ հավատում էին, որ Հիսուսը հարություն է արել, բայց հույս ունեն միայն այս աշխարհի համար, ասում են, թե այդպեսին է քո հավատքը, որ դու հավատում ես Հիսուսին միայն այս աշխարհի կյանքի համար, ուրեմն դու ողորմելի մարդ ես։ If they ask Jesus, are you restoring the country Israel to God now, then they put their hope on Christ for this life. Եթե նրանք ուզում են որ նորից Իսրայելի թագավորությունը այդ ժամանակ վերականգնել, նշանակով իրենց հույսը դրել են ինձ այդ կյանքի այդ ժամանակների։ And these were our apostles, Սա այն մեր առաքյալներն են, our examples. մեր օրինակները։ Peter, I don't know that. Պետրոսը ոնց որ անցավացել չէ։ No, I have nothing to do with him. Ես ոչ չունեմ, ես չեմ ճանաչում։ I swear you, I don't know that man. Ես ուզում եմ ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Yes. That Peter. Դա է Պետրոսը։ If you met people around you who have problems with faith, think about Peter. Եթե դուք հանդիպում եք ձեր շրջապատում մարդկանց, որոնք հավատքի Think about Thomas. Շեկ Պետրոսին, Թոմասին, Without the help of the Holy Spirit, we cannot believe. այսինքն սա ապացուցում է, որ առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող հավատալ։ Many Armenians say, I am Christian. Շատ հայեր ասում են ես քրիստոնյա եմ, And that I'm apostolic. ես առաքելական եկեղեցի եմ գնում, But can I see in their behavior that they are Christian? բայց իրենց վարքում, իրենց կյանքի մեջ ես տեսնում եմ, որ իրենք իսկապես քրիստոնյա են։ Do they live for Christ? Արդյոք ապրում են Հիսուսի համար։ It is written, if you do not have the Spirit of Christ in you, you do not belong to Him. Քանի որ գրված է, եթե Քրիստոսի հոգին դու չունես քո մեջ,
դու չես պատկանում։ And what is the proof of the Spirit of Christ? Եվ ո՞րն է Քրիստոսի հոգու փաստը, ապացույցը։ First letter of John, Հովհաննեսի առաջին նամակում, that you take care for one another, որ ասում է. Սիրեք միմյանց եւ հոգ տարեք իրար համար։ that you show the brother love, the royal law. Եվ արքայական օրենքը սա է, չէ՞, սիրի ընկերոջը քո The անձի։ resurrection of Christ completely changed the apostles, and now Jesus needs to keep them not to go out. Եվ մենք տեսնում ենք Քրիստոսի հարությունը ամբողջովին վերափոխեց աշակերտներին եւ հիմա Հիսուսը But on the Pentecost day, the Holy Spirit gives again a sign. The Holy Spirit guides our life. Եվ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկավ իրենց վրա եւ սկսեց առաջնորդել The իրենց։ Holy Spirit also guides your life. Եվ Սուրբ Հոգին ձեր կյանքն է առաջնորդում։ It's by the Holy Spirit that you are here. Եվ հիմա եթե դուք այստեղ եք, դա հենց Սուրբ Հոգու միջոցով է։ And if the Holy Spirit does not pull you, Եվ եթե Սուրբ Հոգին ձեզ չքաշի, you cannot stay in the church. չեք You կարող leave. մնալ եկեղեցու մեջ, չեք մնալ Աստծո հետ։ You do not support the word of God. Դուք չեք լսի Աստծո խոսքը։ It is the Holy Spirit that comes at your help. Եվ Սուրբ Հոգի Աստվածն է, որ գալիս է ձեր մեջ եւ օգնում է ձեզ։ John 6, nobody can come to me until the Father pulls him. Եվ Հովհաննես 6-ում ասում է, որ ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե Հայրը չքաշի ինձ։ We are pulled by the Holy Spirit in Christ. Եվ մենք Սուրբ Հոգու միջոցով քաշվում ենք դեպի Աստծո մեջ։ God pulled the animals inside the ark of Noah. Ինչպես որ Նոյան տապանի մեջ կենդանիները եկան, Աստված քաշեց իրենց դեպի կեն։ And when the ark was filled, God closed the Եվ door. մենք տեսնում ենք, երբ որ լցվեց Նոյան տապանը, Աստված And the judgment of God came. Եվ Աստծո դատաստանը եկավ, Whosoever was inside the ark lived. եւ ով որ տապանի մեջ էր, Whosoever was outside the ark was dead. ես ով որ տապանի դուրս էր մահացավ։ The same way Եվ նույն կերպ saves you baptism. Եվ ձեզ դուք փրկվում եք այդ մկրտության միջոցով, It is not washing, ritual washing, ոչ թե ուղղակի արարողակարգի միջոցով, but it is your prayer to God. այլ ձեր հավատքի ու հավատքի։ Yes, Lord, I do believe. Տեր, այո, ես հավատում եմ, I do believe in Jesus. ես հավատում եմ Հիսուսին, I do believe in eternal life. հավատում եմ հավիտենական կյանք ունենալու, I do believe that He is resurrected. եւ հավատում եմ, որ Հիսուս I Քրիստոսը do believe in the resurrection of all men. եւ բոլոր մարդկանց հարությանն եմ հավատում, I do believe in the last judgment. եւ հավատում եմ վերջի դատաստանին, I do believe in the coming kingdom paradise for eternity. եւ հավատում եմ հավիտենական կյանքին, դրախտին, արքայությանը։ Do you believe this? Արդյոք հավատում ես։ I would say, partirocha. There are different kinds of answering. Եվ տարբեր պատասխաններ կարող ենք տալ, I do believe. բայց մենք ասում ենք այո, ես հավատում եմ։ Այո եւ ամեն։ Partirocha. We have hope. Մենք հույս ունենք։ We are not coming here to be saved from sickness and problems. Իսկ մենք Աստծուն չենք հավատացել, որ միայն հիվանդություններից We բժշկվենք։ came here to listen the word of eternal life. Այլ մենք եկել ենք այստեղ, որպեսզի հավիտենական կյանքի We խոսքեր came լսենք here to hear from the coming kingdom of God. եւ լսենք Աստծո գալիք թագավորության մասին։ We are walking with joy and with hope because we believe in the coming back of Christ. Լցված ենք հույսով եւ հավատքով, որտեղ մենք հավատում ենք Հիսուսին։ Jesus, the Spirit of God, is pulling people out of the world inside the real ark of God. Եվ Christ. Աստծո Սուրբ Հոգին մեզ քաշում է իսկական տապանի մեջ, Քրիստոսի մեջ։ And when it's time that the groom comes, he will shut the door. Երբ որ Փեսան գա, նա դուրը կփակի տապանը։ The one that qualified themselves, devoted themselves to Jesus, they may get inside. Եվ նրանք, ովքեր պատկանում են Հիսուսին եւ իրենց սրբացնում են կյանքի But whosoever տապանի մեջ։ did not prepare him to do the will of God, Բայց նրանք, ովքեր իրենց չեն պատրաստում Աստծո կամքը he կատարելու, cannot enter. նրանք չեն կարող մտնել։ It's written, they will knock the door. Գրված է նրանք թակեն դուրը, Lord, open us. բաց դուրը մեզ համար։
And the Lord said, go away, I don't know you. Այստեղ կասի ես ձեզ չեմ ճանաչում։ Be careful. Նա մարդ զգույշ լինեն, The door, Jesus has opened when he died on the cross. այդ դուրը բացվել է ապանի դուրը, երբ որ Քրիստոսը խաչվեց։ The real ark of God to save us from the judgment is open. Եվ Աստծո իսկական տապանը, որը մեզ փրկում է, It's still time to enter. այդ տապանը դեռ բաց է եւ հասանելի է, կարող եք մտնել դրանից։ So, pull other people, speak about other people, that the Holy Spirit can pull them. Անչին իրենց, որ Սուրբ Հոգին քաշի իրենց դեպի այդ տապանը։ For very soon the moment will come that God has said, it is enough, my judgment will come over the world. Ani որ մոտ է այն ժամանակը, որ Աստված պիտի ասի, արդեն վերջացավ ժամանակը եւ գալիս է դատաստանը։ The ark is filled with all the animals I want to save. Եվ Jesus is filled with all the believers that will obey me. Եվ Աստծո փրկության տապանը արդեն լցված է բոլոր մարդկանցով, ովքեր նվիրվում I will close the door and judge. Ես կփակեմ դուրը եւ կսկսվի And դատաստանը։ after the judgment, Եվ դատաստանից հետո the door will be opened again. դուրը նորից կբացվի And all the elected ones will live with Jesus on paradise forever. բոլոր այդ ընկերները կապրեն Հիսուսի հետ հավիտյան։ Do you believe me? Հավատում ենք սրանք արդյոք։ That is why we put our faith, our hope on Christ. Ահա թե ինչու ենք մեր հավատք ու հույսը դնում Հիսուսի վրա։ Not for our life today and Ոչ here, թե միայն այսօրվա կյանքի համար, but for the eternal life that will come, the judgment that will come. այլ հավիտենական կյանքի համար ենք մեր հավատքը դնում։ And we are working for the kingdom because we believe in that kingdom. Եվ մենք գործում ենք, ծառայում ենք Աստծո արքայության համար, որովհետև հավատում ենք այդ։ Jesus had said, if you work for the kingdom, you will get a treasure in heaven. Արևոտ Հիսուսն ասաց, եթե արքայության համար ես ծառայում ու ապրում, Do you believe that? Հավատում եք սրա։ Do you really believe that? Արդյոք իսկապես հավատում ես։ Then you should work for Jesus. Ուրեմն եկեք ծառայենք Հիսուսին։ If you really believe that Jesus will give you a treasure, Եթե իսկապես հավատում ես, որ Հիսուսը քեզ հավիտենական գանձեր է պատրաստել, why are you working day and night for 200 € a month? ինչու ես ամեն ապրում փող աշխատելու համար։ And at the end of the month, the money is gone. Եվ ամսվա վերջը կստանում ես շուտ։ And then you get old, you have nothing. Isn't it? And you tell yourself, why did I live? Why did I work all my life? Look, I get old and I have nothing. Քեզ ասում ես, ինչի համար է եղել։ Հիմա ծերացել եմ, ինչ եմ ձեր բերել։ And what I have, I will cannot take with me. Ինչ կարամ գան կանեմ ինձ հետ։ Blessed is the one that believes. Իսկ այն մարդը, որ հավատում է Տիրոջը, նա ողջունված է։ For he will say, yes, of course, I need to eat, I need to wear a pant, I need to buy it. Ով իհարկե դիտակցում է, որ ես պետք է ուտելիք ունենամ, հագուստ ունենամ։ But I don't live for my belly, I don't live for my house or my car. I live for Jesus. Ես չեմ ապրում իմ փորի համար, իմ տուն ունենալու համար, այլ ես Հիսուսի համար եմ ապրում։ For Jesus has said, go and preach the evangelium. Քրիստոսն ասեց, վերացեք եւ ավետարանը That the քարոզեք։ Holy Spirit can pull Jesus inside the ark. Մարդկանց քաշի դեպի Hurry up. We are in the last days. Hurry up. Եկեք շտաբենք, քանի որ մենք վերջին։ And you yourself, make yourself clean. Եվ սկսենք You're the temple of the Spirit of Քանի որ God. մենք Սուրբ Հոգու տաճարն ենք, մենք պետք է ինքներս մեզ մաքրենք ու Thieves and պատրաստենք։ liars will never enter the kingdom of God. Գողերն ու սուտասանները չեն մտնի արքայություն։ They may say hi there 100 times a day. Թեկուզ եւ օրվա մեջ մի 100 անգամ հայրներ They will անգամ not enter the kingdom of God. չեն կարող մտնել Աստծո արքայությունը։ Many Christians think they will enter. Շատ քրիստոնյաներ մտածում են իրենք կարող են մտնել։ I'm going to give you an example that makes it very clear. Բայց մի օրինակ բերեմ, որ գողերն ու սուտասանները չեն The կարող։ idea God has given to me to make clear that is it really, of course, it's not possible that cheaters and liars and thieves can enter the kingdom of God. Մի օրինակ բերեմ, որ ավելի պատկերային լինի, թե որ գողերը սուտասանները չեն Then կարող մտնել արքայություն։
the kingdom of God will be the same as we are living in today. Որովհետև եթե իրանք մտնեն այդ արքայությունը, նա կդառնա այս երկրային նման պես արին։ Today also they are saying, I am Christian, but they lie, they steal, and they cheat. Ասելով ես քրիստոնյա եմ, բայց շարունակեն իրանց մեղքերի And when you need help, you don't see them. Բայց եթե օգնության կարիք ունես, դու կտեսնում ես չկա։ Is that the kingdom of God? Արդյոք դա է Աստծո արքայությունը։ I hope not. Ես հուսով եմ եւ վստահ եմ ոչ։ So put that thieves and liars can get into the kingdom. Եվ մենք ապրենք օրինակ գողերը կամ սուտասանները մտել են արքայություն։ I'm a liar, I'm a cheater, I'm a thief. I do all things bad what I can imagine in the hidden. But outside before people, I say nice prayers or I'm Christian or I wear a cross. Մտել եմ երկրի արքայություն, ես այդտեղ գող եմ սուտասանում, բայց մտել եմ այնտեղ, այս կերպարանք եմ ընդունել Աստված պատիվ։ Let's say I'm baptized and I go to church, so I go to heaven. Մկրտվել եմ, գնացել եմ երկրի։ Okay, I die, I go in heaven. Եվ եթե մահացա գնացի երկրի։ My brother always there to help me. Եվ եղբայրը դողպես կանգնած է օգնելու։ Always ready to help other people. Եվ բոլորին օգնում է։ Very honest, Անկեղծ մարդ է, sincere. ազնիվ, He is my neighbor. եւ իմ հարևանն է։ So one day he invites me. Եվ մի օր եղբայրը ինձ հրավիրում է իրեն։ Oh, dear brother, hallelujah. Come in my house. Let's drink a cup of coffee. Մեր եղբայրը արի ներքում միասին մի բաժակ սուրճ խմենք։ And we are enjoying our time. Maybe we think, you know, when we live on earth, what happened to this and happened to that. Եվ միասին ժամանակի ժամանակ ենք հասկացնում պատմում են երկրի կյանքի մասին։ But he never discovered that I am a liar and a cheater. Բայց այդ եղբայրը չգիտի, որ ես գողը սուտասան եմ։ He thought that I was a good brother in church. Ինքը մտածում է, թե ես լավ եղբայր եմ եկեղեցուց։ So he said, you can stay with me at night, take the guest room. Tomorrow morning we have breakfast together and then you go home. Երեցի հյուրասենյակ ունեմ, այսօր կարող ես գիշերը մեր տանը մնալ։ So good night, have a good night rest. Բարի գիշեր, գնա մեր տանը քնի, հետո Next morning you get up, հաջորդ առավոտյան ես կենում you want to take your gold and watch that Jesus gives you. եւ վերցնում եմ, ուզում ես վերցնես քո ժամացույցը, եթե տեսնում ես, Did I put my watch? չկա, այսօր ապրել։ Oh, I lost my watch. Եվ ասում ես, այսօր կորալիմ ժամացույցը։ You're looking around, Նայում ես, քննում ես, but my golden things that Jesus gave me, my treasure. Ոսկյա զարդերը չկա, Հիսուսը ինձ նվիրել էր, այդ զարդերը չկա, այսօր է կորել։ Oh, somebody stole my treasure. Ինչ-որ մեկը ոնց որ թե գողացել է այն ունեցվածքը։ I knocked at the door of my brother. Ուրեմն այն եղբորը հյուրասենյակի դուրը թափում է։ I said, brother, wake up, wake up. Did you see something? Did you hear something? Did you know what happened? They have stolen all the things that Jesus gave me. Brother, open the door. No answer. You silently open the door. Brother, oh Jesus, they stole my brother too. Is that kingdom of heaven? I told this joyfully, but at home it will hurt you. Because Jesus made you now clear. He said, work for treasure in heaven, where there are no thieves. You will eat everything that you gain for Jesus for eternity. So don't waste your time for working on earth more than necessary. Work to serve the kingdom of God. And your bank account in heaven is becoming very big. And you will never say, I'm poor. And you will never fear somebody will steal what Jesus gave. Did you put your hope on Jesus for the eternal life?
Արդյոք մեր հույսը Հիսուսի վրա դրել է հավիտենական կյանքի and համար work for Jesus եւ քայլում ենք Հիսուսի համար։ and make your heart clean. Մաքրենք մեր սրտերը, For thieves cannot enter. քանի որ մեր սրտերի մեջ, And if you do not work for Jesus, you will not get there. քանի որ դե Հիսուսի համար չապրենք, չի կարող մտնել։ You can become for eternity rich Եվ երբ որ ապրում ես Հիսուսի համար, հավիտյան հարուստ ես լինում։ because Jesus has said, whatever you gave for me, Եվ Հիսուսը I will ասաց. recompensate you Ինչ 100 ինձ times համար more. դու թողնես, հարյուրապատիկը պիտի ստանաս։ So do you believe? Արդյոք հավատում եք։ Why did you, or what did you put your faith on? Where did you build your faith on? On what hope? For this life or for the eternal life? Մեր հույսը, մեր հավատքը ինչի վրա է դնում։ Միայն այս կյանքի վրա, այս կյանքի համար, թե հավիտենականի համար։ God bless you. Աստված օրհնի ձեզ։ Thank you. Ամեն։